Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, նախ շնորհավորում եմ, որտեղ առիթ չէ ազգային ժողովը շնորհավորենք պաշտոնապես, ուրախ եմ շատ, որ դուք ունենալով նաև օրենսդրական աշխատանքի փորձ, մարզպետի աշխատանքին նվիրվել եք եւ տեսանելի է ձեր աշխատանքը հենց սկզբից, ցանկանայի դերից ճշտել արդյոք երկար տարիներ Անավերտու պղնձաձուլարանը, որ աշխատում էր եւ հսկայական վնասներ հասցրեց էկոլոգիային, հիմա արդեն կարծեմ թե բանկային քաշքշուկների մեջ են, որևէ պարտավորություն ստանձնել են քաղաքի բարեկարգման եւ հատկապես այդ հատվածներին, որտեղ ավերածություններ կան, կարգի բերելու ներդրումներ անելու դեպքում եւ որ բանկի կողմից, որը որ արդեն ընդունենք թե ինքը այդ ակտիվը ընդունել է որպես բանկի սեփականություն, բայց պարտավորություններն էլ պետք է կարծում եմ կատարի, եթե բանկն է, եթե չէ, ինչ սխեմաներ կան, ինչ հնարավորություններ կան այս խնդիրների կարգավորման համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ նախ գնահատակի համար, պարոն Բագրատյան, եւ շնորհակալ եմ հարցի համար նույնպես։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ֆինանսական առումով ներգրաված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Պղնձաձուլարանի մասով հեղափոխությունից հետո արտանետումների հետ աննախադեպ ծավալները, որ կային, չկան արդեն մոտ 7 տարի։ Ձուլարանը աշխատում է որոշակի հզորություններով եւ չկան արտանետումներ, սա այլ կարեւոր է համակեցության կանոնները պահպանելու մասով։ Ես չեմ ուզի շատ շտապել, բայց այդուհանդերձ կարևոր մի նորություն էլ կուզեմ տարածաշրջանի քաղաքացիներին ձեր հարցը որպես հնարավորություն ծառայեցնելով։ Բազմաթիվ ենթակառուցվածքներ կան համայնքի, օրինակ ստադիոնը, Ալավերդում Մետալուրգ մարզադաշտը Չոպանուղին, որը Հայաստանի միակ տրանսպորտային նշանակության Չոպանուղին է, Պղնձաձուլարանի բալասում են որպես սեփականություն եւ քաղաքացիների շատերը տեղյակ չեն այդ մասին եւ անընդհատ դիմում են մեզ, որ ինչի չի հիմնանորոգվում, ինչի չի վերագործարկվում եւ քանի դեռ դա համայնքային սեփականություն չէ, մենք դրա վրա գումար ծախսելու իրավունք չունենք։ Ուզում եմ ուրախություն հայտնել, որ վերջին բանակցությունները մեր հաջողությամբ են պսակվել եւ հիմա իրավական process-ներն ենք մեկնարկել կադաստրի հետ համատեղ Ճոպանուղին վերադարձվում է Ալավերդի համայնքին որպես սեփականություն եւ հուսով եմ դրան կհաջորդի նաեւ Մետալուրգ մարզադաշտը։ Այս մասով այո, որոշակի համագործակցություն սկսվել է Պղնձաձուլարանի հետ գույքը համայնքին վերադարձնելու եւ գիտեմ որ նաեւ որ ամփոփելով